հայրիկը, Մկրտիչ Խրիմյանը, ամուսնացած է եղել, մի հատ աղջիկ ա ունեցել, երբ որ գնացել է բանի վերևի բանը, սպասի մոռացած Սարի գլխին եկեղեցիկ, այդտեղ բանալուց հետո, աղոթելուց հետո մի քանի ամիս հետ, մի քանի օր հետո եկել է, տեսել է կինն ու աղջիկը մահացել են։ Մեծ բանաստեղծ ամենայն հայոց հայրիկը, Խրիմյան հայրիկը, Մկրտիչը, նա ամուսնացած է եղել, բայց եղել է Հայաստանի կաթողիկոս, Հայաստանի ներկայացուցիչ Եվրոպայում, Հայաստանն է ներկայացրել այդ մարդը, ամուսնացած է եղել։ Հիմա ինչ մի մեծ հանցագործություն են կատարել, կամ դու վկա ես եղել այդ բանի այդ մոմենտին, որ այդ մարդը ցերական ոտնձգություն արել ինչ-որ մեկի հետ։ Ինչով պետք է ապացուցես, կարող ես ասել։